Ողջույն բոլորին եւ բարի գալուստ Get Ready with Sona-ի նոր էպիզոդին։ Այսօրվա իմ հյուրը TikToker, blogger Ջուլին է։ Սկսենք։ Գնացինք։ Մենք սկսելու ենք մաշկի խնամքից, օգտագործելու ենք Qualida-ի պրոդուկտները։ Ինձ կասես քո մաշկը ինչ տիպի է, չնայած որ ես ծանոթ եմ, բայց ամեն դեպքում դու էլ ներկայացնես։ Ես շատ եմ խոսում իմ մաշկի տիպից, ես թվում է բոլոր հետևորդները գիտեն, որ իմ մաշկը շատ չոր է։ Ասեմ, որ ես Qualida-ի պրոդուկտներն իսկ չեմ հասցրել նորմալ փորձարկել, որովհետև հենց ինքը հայտնվել է իմ տանը, իրան գողացել է։ Քույրիկները։ Քույրիկիս աղջիկը դույտից, ինքը պրոդուկտներ կա, որոնք հավանել է, որովհետև ինքը ունի բավական յուղոտ պրոբլեմատիկ մաշկ ու կարևոր պրոդուկտները սարեցրաթթվով են, հիմա իրենց իդեալական պետք է համապատասխանեն հենց այդ մաշկին ու ինքը որ իմացել է տենց պրոդուկտները միանգամից վերցրել է։ Պրոդուկտները հարմար են բոլոր մաշկի տիպերին, որովհետև իրանք բավականին մեծ տարբերակներ, ալտերնատիվներ ունեն, մի քանի խոնավացնողներ ունենք, մի քանի ամեն ինչից փորձել ենք այնպես անենք, որ կարողանան բոլորը օգտագործել։ Ամենօրյա խնամքի համար իրենք հարմար են բոլոր մաշկի տիպերին։ Ամենասիրած ֆորմատն է տոներների, գիտեմ որ հիմա շատերը սիրում են օգտագործել փչելով տարբերակները, որովհետև հիմա շատ տրենդային է, բայց չգիտեմ ինչի ես սիրում եմ սենց, որովհետև ես տոները այսպես եմ լցնում։ Հա։ Մենակ վիդեոներին ա, որ ձեռքիս եմ լցնում, սիրում եւ այլն, բայց սովորական կյանքում ես ուղղակի դեմքիս եմ լցնում կամ ձեռքերիս մեջ, չգիտեմ։ Ինձ էս տարբերակը ամենաշատը դա։ Մենք իրականում ամեն մի հատ պրոդուկտի եւ օգտագործման համար բավականին երկար մտածել ենք։ Իդեպ 25 թվականին ամբողջովին Qualida-ն փոխել է պլաստիկից, անցել է ապակի, տոները ես sense զգամ իմ մաշկին, sense որ ամեն մի միլիմետրը ես զգամ, հասկանամ, ոնց է լինել նույնիսկ տոներ քսելու ժամանակ ես վստահ գիտեմ այդ օրվա իմ մեյքափը լավ նստել է, թե չի նստելու։ Ես իմ համար տոները ամենակարևոր պրոդուկտն է խնամքի մեջ, որովհետև եթե ես տոներ չեմ լցնում, ինձ թվում է, որ իմ մաշկի խնամքը ամբողջական չի, որովհետև տոները այն պրոդուկտն է, որը որ sense ուժեղացնում է մնացած հետագա բոլոր պրոդուկտների էֆեկտիվությունը։ Իշտից հարցնում են ինչի տոներ, ինչի համար անիմաց պրոդուկտը, մարքեթինգ եւ այլն, մենակ ոչ տոները։ Ամենից, բայց ոչ տոները։ Համաձայն եմ տոների հետ կապված, որ ինքը պետքա փորձել ուղղակի շանս տա տոներին ու վստահ եմ հաստատ կողմ կլինենք։ Ուզում եմ այս անգամ նաև փորձենք մեր շիճուկները։ Շատ կարևոր է ճիշտ նախապատրաստելը մաշկը։ Միանշանակ շատ կարևոր ստիլուր մեյքափի ամենակարևոր կետը այդ խնամքն է։ Եթե ձեր դեմքը լավ խնամված չի, լավ խոնավացրած չի, մեկը ամենալավ պրոդուկտներն ինի տենց չի նստելու, ոնց որ պետք է նստի։ Դրա համար շնորհակալություն մեր սիրելի Հերիի։ Ես իրանից այդ եմ հասկացել, թե ինչքան կարևոր է այդ խնամքը։ Կպչուն է, երեխեք։ Լավ է կպչուն մեյքափի տակից, որովհետև երբ որ կպչուն է լինում, ոնց որ ասում ես, սքլեյվց է լինում, սոսացվում է մեյքափը դեմքի վրա։ Շատ հաճախ հիմա տենց պրայմերներ են արտադրում բրենդները, որ իրանց վրա հենց սոսնձվի մեյքափը, տոնային բրենդներ։ Հատկապես դիմափոշին է, դա շատ կարևոր դիմափոշին ամեն լավ նստում են այս պրոդուկտների վրա, որովհետև սոսնձային է, Այսինքն կարող եք նման տեքստուրայի դեպքում մեր շիճուկներից օգտվել։ Բազավես պետք չի։ Ես օգտագործում եմ խոնավացնող մեր լոսյոնը։ Ես փորձարկել եմ իմիջայլոց ու մի անգամ մի քանի անգամ օգտագործել եմ։ Շատ թեթև է այս պրոդուկտը, ինքնից կրեմի կրեմ ոնց որ չի նույնիսկ շատ թեթև, հա։ Իմ մաշկի համար իմ տարիների փորձով ես հասկացել եմ, որ սա լավագույն խոնավացնողն է։ Շատ արագ է ինքը մաշկին ներծծվում, աննկարագրելի արագ ու ընդհանրապես օրվա ընթացքում նույնիսկ երբ որ տոնային չեմ գցում, միայն խոնավացնող լոսյոնն եմ մեր օգտագործում Qualida-ի, ծանրություն ընդհանրապես չեմ ուզում, շատ ինքը sense թեթև հակում է, այսօր նաև ձախ աչքիս չորություն եմ նկատել, հա, թեփոթվածություն եմ նկատել, շատ հաճախ է։ հա, շատ դա կանխելու համար օգտագործել ենք սալիցիլաթթվով Qualida-ի աչքի քսուկը։ Ինչ հետաքրքիր է դուք նորությունների եք անգնել։ Մենք Անելու եք չեք։ այո, մենք երկու պրոդուկտ ունենք, որոնք գալիս են։ Չգիտեմ, ասեմ այդ ինֆորմացիա
Դե լավ, էքսկլյուզիվ ասեմ, մեկը արևապաշտպանն է։ Անցյալ տարի, հենց որ ասում ես հայկական այդ պրոդուկտների մասին, վերցրել էի մի քանի շատ հայտնի հայկական արտադրության արևապաշտպաններ եւ ստացել էի շատ բարձր աստիճանի այրվածքներ։ Շատ դժվար պրոդուկտ է։ Շատ դժվար է։ Պատասխանատու։ Այո։ Մենք փորձում ենք ու մաքսիմալն ենք արել ու վստահ եմ, որ իսկապես ինքը լավագույններից է դառնալու շուկայում շատ լավ պրոդուկտ է արևապաշտպանը եւ իմ շատ սիրելի վիտամին C-ն ինքը նորից որ չգիտեմ լավագույններից է հաստատ լինելու, որովհետեւ ես շատ խստապ պահանջեմ այդ ամենի նկատմամբ ինքս էլ, քանի որ շատ եմ օգտագործել տարբեր միջազգային պրոդուկտներ, բրենդներ եւ ինքս էլ անցել եմ այդ մաշկի փշման ճանապարհով, շատ լավ գիտեմ, թե ինչ հապետք, ինչից հապետք խուսափել եւ այլն ու այդ իմ ճանապարհը շատ աուքտ է։ Միշտ խորհուրդ եմ տալիս ու ասում եմ, որ եթե դուք չեք օգտագործել արևապաշտպան, խնամքով ոչ իմաստ։ Հա, արևապաշտպան ու լավ որ արևապաշտպանը վիտամին C-ի հետ է գալիս ինձ թվում է, որովհետեւ վիտամին C իրանք անպայման պետք է իրար հետ օգտագործել, վիտամին C-ն եթե առավոտյան եք քսում, անպայման պետք է նաև արևապաշտպան քսեք պիգմենտացիաներից ու այլ խնդիրներից խուսափելու համար շատ խոսացինք խոհանդայից, բայց շատ սիրելի պրոցեսն է, թեման է, այդ ամենի մասին քննարկելը եւ այլն։ Շատ առանձին էպիզոդ է պետք մենակ խոհանդայի ու մաշկի խնամքի մասին խոսալ։ Ես առաջարկում եմ անես փորձարկման էպիզոդ տարբեր մարդկանց հետ։ Ես միանգամից հավեսիրով շատ սիրով, մեծ սիրով կնայեմ։ Ուզում մի քիչ պատմես Ջուլքո ճանապարհի մասին, շատ հետաքրքիր թեմաներ կա, որոնց մասին կարծում եմ մեր TikTok-ները հետևողները տեղյակ չեն, ընդհանրապես ոնց ես սկսել TikTok-ում բլոգ վարել եւ այլն, որտեղ ես ընդհանրապես դու ապրում, գործունեություն ծավալում։ Ոչ մի բան հստակ երևի իմ հետևորդներն չգիտեն, ինչ-որ սկզբտոր վիդեոներից, դրա համար ինձ թվում է իրոք պատմելու ու լավարիթա պատմելու այնտեղից, որտեղից ամեն ինչ սկսվել է, ու ամեն ինչ սկսվել է դեռ շատ վաղուց, երբ որ ես համալսարանում էի սովորում ու բոլորը ինձ ասում են, որ ես պետք է անպայման բլոգ վարել։ Բայց չգիտեմ ինչի այդ ժամանակ կոնկրետ այդ տարիքում ես հակադրվում է։ Ես ասում եմ, որ չի կարող այդ բան լինի, ես բլոգեր չեմ կարող լինել։ Ես շատ հեռու եմ բլոգի գաղափարից, ես բլոգեր չեմ, ես սովորել եմ լրագրություն Բրյուսելում եւ ես մտածել եմ, որ ես անպայման պետք է դառնամ լրագրող։ Ես մտածել եմ, որ կան ավելի վեհ բաներ այս աշխարհում։ Հիմա ես իհարկե հասկանում եմ, թե ինչքան մանկական մտածելակերպ է դա, տարանջատել, ասել, որ մի բանը վեհ է, մի բանը վեհ չի, ու այդ նրանից չի երևի, որ ես հիմա բլոգեր եմ աշխատում, ինձ թվում է ուղղակի տարիքի հետ ես այդ հասկացել եմ, որ դες տարանջատում չկա, բոլոր աշխատանքները հավասար են, ես չեմ ասում ֆիզիկական առումով։ Ես ասում եմ հենց աշխատանքի գլոբալ առումով, որ աշխատանքը աշխատանք է։ Ու բլոգինգը ես համարում եմ աշխատանք, որովհետև ես տեսնում եմ հիմա, թե ինչքան ջանք է պահանջում բլոգինգը։ Իմ համար ամենադժվարը այդ անձնական սահմանի հետ, անձնական կյանքի հետ սահմանը ճիշտ պահելն է, որովհետև ես օրինակ չեմ սիրում անձնականի մասին խոսել եւ այլն, ու երբեմն բլոգինգը նաեւ իրանից ենթադրում է, որ այդ սահմանը շատ հաճախ է խախտվելու եւ քո կողմից երբեմն նաև այլ հանգամանքներով հատկապես երբ որ ավելի շատ հայտնիություն ես ունենում, Հայաստանը շատ փոքր է ու շատ արագ է հատվածը խաթարվում։ Ինձ թվում է երբեմն չէ, որովհետև երբ որ դու բլոգեր ես դառնում, միանգամից քո կյանքը դառնում է բոլորի կարծես թե սեփականությունը։ Կոնկրետ իմ բլոգը ինքը ընդհանրապես այդ մասին չի։ Այսինքն ընտանիքի մասին չի, ինչի մասին է շատ հասնում։ Իսկ շոդերը չգիտեն քո։ Հա, ինձ համար շոկ էր, երբ որ իմացա, որ Ջունի երեխա ունի, մենք նույն տարիքի ենք, ու ես պատկերացնում էի Ջունիից լրիվ ուրիշ վայբի էներգիայի մեջ, լրիվ ուրիշ, ես շատ մամա ես, իմ ամորը ինձ շատ շոկ էր։ Ես պարամ ասեմ, որ ես երեխայի մասին դրտված եմ պատմել,
Որովհետև արդեն ինձ շատ են նամակներ գրում, դուք մայրիկ եք, ինչի չեք պատմում, որտեղից է ժամանակ։ Դե օրինակ կարամ մի հատ դեպք ասեմ, որ մի հատ աղջիկ տեսել էր, որ ես իմ սենյակում վիդեո եմ նկարում ու օրորոց է դրված։ Սկրինշոթ էր արել ու ուղարկել էր ինձ։ Ու գրել էր, ոնց դուք մամա եք։ Կներեք, ասում շատ կներեք։ Գիտեմ, որ հնարավոր է այդ մարդը ինչ-որ վատ ձևով չի ուզեցել այդ ասի, կամ չի մտածել, որ այդ իմ համար ինչ-որ լեզվում է, որ մասին ես չեմ ուզում խոսամ, բայց ես անկեղծ չեմ ուզեցել իմ երեխայի մասին ինչ-որ մեկին պատմեմ, որովհետև մտածել եմ, որ այդ թեման չի, որ ես ուզենամ իմ բլոգում խոսամ, բայց օրինակ Instagram-ում, որտեղ ես անում սթորիներ, արդեն անհնար եմ դարձել երեխայի մասին չխոսել։ Բայց ամեն դեպքում դու ես գնացել քո սենյակում նկարել, այսինքն մարդիկ չեն եկել քո տարած, դու ցույց ես տվել, մարդիկ տեսել են, ոնց որ պատասխանատվությունը մեծ հաշվով քոնն է։ Իմն է, բայց ես հնարավոր է այդ բանը դες ուժը ուշադրություն չեմ դարձել այդ օրորոցի կադրերին, ասես փոքր կադր ա եղել, ես հետո որտեղ տեսել եմ։ Հա, Սենց պատահական ա եղել, իսկ հեռախոսը ոնց որ թեքվել է։ հա, Հասկացա, ես ինձ չեմ դեռ ես միշտ դեռ որ չերևա ամեն։ մարդիկ շատ իրեն։ Մարդիկ Շատ շատ ինտերնետում պետք է շատ զգույշ լինել, Ամեն ինչ պահպանում է, ամեն ինչ։ ու դրա համար այո պետք է շատ ուշադիր լինել, եթե դու ինչ-որ բան չես ուզում, կամ ուղղակի պետք է ասել, որ չենք խոսում, բայց երբ որ դու ասում ես, որ դու այդ մասին չես խոսում, չի նշանակում, որ հարցերը վերջանում են։ Հա, Հարցերը միշտ շարունակվում են։ շատանում են։ Ամուսնու մասին։ Ամուսնու Հարցեր տալիս են։ շատ են հարցեր տալիս։ Իմ ամուսինը կոնկրետ ինքը չի ուզում ընդհանրապես դնում TikTok-ում, որովհետև ինքը ընդհանրապես ինքը TikTok չունի։ Սենց վաստրը։ Ինքը չի ուզում TikTok։ Ինքն ինձ եթե ինձ թվա հնարավորություն ուներ, ուղղել ես TikTok չունենամ։ Հա, այդ է։ Հա, որովհետև ինքը չկա այդ ոլորտում, ինքը լրիվ ուրիշ բաների մասին է։ Գործ, չգիտեմ, ընտանիք, գործ ընտանիք, ես։ Ավելի շատ, չգիտեմ, ինքը աշխատող մարդ է, ինքը եթե ինքը նույնիսկ ինձ թվում է TikTok նայի, ինչ-որ որ ռանդոմ խնդարում վիդեոներ են, այո, որ կատուները ասել միա, այդպես վիդեոներ են նայել, որ չեմ ասում։ Այդպես, մոտավոր քո պապիկի պես մտածել եմ երբ Պապիկը փոխություն ունի TikTok-ից պապիկ, եթե ինքը բոլոր մեր վիդեոները նայում, ոչ։ Հա, ինքը ու գիտես ոնց են auto scroll-ն միացնում, որ իրան դարձնում է, ինքը sense նայում է, հա, TikTok-ով կային պապիկ նայում։ Սոնե պապիկի։ Այո, պապիկի շատ բան կարեն են սովորել։ Ինչու՞ է, ինքն էս իմ վիդեոները չի նայում, որովհետև իրան beauty-ն հետաքրքիր չի ընդհանրապես։ Իսկ որ ես եմ այդ իրան ընդհանրապես ոչ մի բան չի ասում։ Չգիտեմ, ինքը ընդհանրապես այդ ամեն ինչի մասին չի։ Ինքն ասել է, որ ինքը չի ուզում TikTok-ում լինի, իրան այդ պետք չի։ Բայց Instagram-ում օրինակ ինքը բարբերաբար ասում է, որ ինչի safe էկրաններ չեմ տեղադրում։ Հա, Դες ինչ-որ հետաքրքիր բան ունի, դրա համար մեկ եթե շատ եք ուզում տեսնեք Instagram-ում կա։ հա։ Իմ բլոգը սկսել եմ ես այն ժամանակ, երբ որ ամուսնացել եմ, բացատրեմ ինչի, որովհետև մինչև ամուսնանալ ես բավական ակտիվ կյանքի ապրում Երևանում։ Բայց երբ որ ես ամուսնացել, ես պետք է տեղափոխվեի այնտեղ, որտեղ իմ ամուսինը աշխատում է։ Կանիշես, Վրաստանում ենք ապրում ու Վրաստանը սկզբից Թբիլիսիում էինք, իսկ հիմա տեղափոխվել ենք Բաթումի։ Բաթումին ոնց բացատրեմ։ Թբիլիսին չի 5 ժամ տարբերություն չի, մի ժամ թռիչք չի Երևանից, ինքը շատ հեռու է, թռիչքներ Երևանի հետ չկան։ Մենակ մեքենայով 12 ժամ պետք է գաս, հետեւաբար իմ ճանապարհը դեպի Երևան բարդացել է շատ։ Ու այն ժամանակ հայկը մամաս էր գալիս, բիկներս էին գալիս, իմ համար շատ ավելի հեշտ էր, երբ որ ես Թբիլիսիում էի ապրում։ Երևանում մասին չեմ խոսում, ես տեղ ունեի շրջապատ ընկերներ, ամեն ինչ։ Ամեն կյանքս տեղ էր։ Երբ որ մենք տեղափոխվեցինք, մենք ես մի անգամից հիացա, շատ արագ ու այդ ժամանակ նախ շատ ստրեսային շրջան էր, որ ես հեռու եմ բոլորից եւ որովհետեւ անսպասելի է ստացվել, ես չի պլանավորել ու երբ որ արդեն Երևանիկ ես ունենում, ամեն ինչ քո կյանքում փոխվում է, դու չգիտեմ, նստակյաց ես դառնում։ Ամենայն դեպս իմ կյանքը հղիության ժամանակ տենց է եղել, ու ես ընդհանրապես անելու բան չունեի ու այդ փոխվեց, դարձավ ավելի վատ, երբ ես երեխա ունեցա։ Երեխայի հետ իստված որ վերջ, ես ոչ մի բան չեմ ունենալու անելու, իմ ամբողջ կյանքը լինելու է տուն ընտանիք երեխա։ Ես ուզում եմ տանը փակվեի, ոչ մի բան չանեի, ես գիտեմ, որ բոլորը չեն այդպես, ոչ իմ հետ կոնկրետ տենց է եղել։ Չգիտեմ, ես ինձ բախոտ եղել եմ։ Ու հետո
Եվ որ երեխաներից այս որոշ վերջ, ամեն ավելի վատ է, բայց ամուսինս ինձ ասեց, որ ինտենց մի մտածի, եթե դու ուզում ես աշխատես, կարաս աշխատես, բայց քեզ պետք չի։ Իմ փոքր կովկասյան մտածելակերպով են նա, եւ ինձ տենց ասեց, այդ ժամանակ ամուսինս քանի ես շատ տխուր հղի էի, ինձ ահավոր շատ ինչ-որ բաներ լինում, կոսմետիկ պրոդուկտներ, խնամքի ինչ-որ միջոցներ, բավական թանկարժեք, որ ես միջև չէի ունեցել։ Ու երբ որ ինքը ինձ սկսեց դրանք նվիրել, ու գայլեն ինձ ասեց բլոգ վարի, դες մտածեցի, բայց ես ունեմ երեխա, ոնց բլոգ վարի, ամուսինս ասեց, դու մի մտածի, արի նյանյա վերցնենք։ Որտեսի դու զբաղվես բլոգինգով։ Ոչ թե որպես ես զբաղվեմ բլոգինգով, այլ որպեսզի ես միշտ ջղայն ու տխուր չլինեմ։ Ինտերիկոտ։ Ու երբ որ մենք վերցրեցինք իմ դերակին սկզբից մեկ իրան վերցրեցինք մի քանի օրով, մի քանի ժամով նույնիսկ, ես հասկացա ինչքան բան է։ Որովհետև ես սկեսուրս ինձ հետ չէր, մամաս ինձ հետ չէր, օգնող ես չունեի, ես մեկ երեխայի հետ, բավական անպատրաստ մայր դառնալու։ Չնայած ես շատ եմ միշտ ուզեցել մամա լինեմ ու իմ համար դա խնդիր չի եղել, որ ես չեմ կարող մամա լինել։ Ես շատ եմ ուզեցել, ես մի անգամ իմ երեխային շատ կապված եմ եղել ինքնից, բայց մեկը, չգիտեմ, ինձ թվում էր, որ ես կգժվեմ մենակով ամբողջորեն նույն բանի մեջ, որովհետև ես տեսակով շատ ակտիվ եմ, էմոցիոնալ եմ ու երբ որ ամեն ինչ գնում է մի բանի վրա, մի ռեսուրսի, դու սենց դառնում ես շատ պարփակված մարդ ու իրոք դառնում ես շատ ջղային, քեզ ուրիշ բաներ ա պետք ինչ-որ սենց անել։ Գիտեմ, որ շատ հորների ու շատ նոր մայրերի մոտ ա տենց բան լինում, միանգամից ստրես ա դառնում, երբ որ սենց մնում ես երեխայի հետ մեկը մեկի, որովհետև իմ կոնկրետ իմ ժամանակ ամուսինս շատ է աշխատել, ինձ չէր կարա չաշխատել։ Որովհետև տանը ամենակ ինքն է աշխատում, ես չեմ աշխատում, բարձր որ ինքը պետք է աշխատի, ես չեմ կարող ասեմ անընդհատ նստի իմ հետ հավեսար երեքին պահի, տենց չի լինի։ Ինքն էլ գիտեն, որ տենց չի լինի, դրա համար ինքը կարծում եմ դրա համար առաջարկել ինձ դայակի տարբերակը։ Որովհետև կամ ինքը պետք է օգներ, կամ պետք է դայակներ, որովհետև ուրիշ օգնող լուսմակի չունեն։ Նաև մեկնաբանությունները լավ տեսել դրանց հետ կապված, որ շատերը գրում են, եթե տանն ես, չես աշխատում, դայակ ունենալը ճիշտ չի, հա, ինչի տա պետք։ Ես համաձայն եմ, որ երեխային մամա է պետք։ Բայց սենց բացականցես, ես ամբողջ օրը տանում եմ։ Երեխայի հետ եմ, ես անընդհատ իր հետ եմ, ու այդ օրվա ընթացքում լինում է իմ դայակը ավերջան ինձ օգնում է։ Ինքը ինձ տան հարցերում էլ շատ օգնում։ Ինքը սենց շատ լավ կին է, վրացի է միջալոց, ես չէի ուզեցել ընդհանրապես վրացի ասել էի ով լինի, չլինի միայն ոչ վրացի, որովհետև իրանք հիմնական ռուսերեն ու անգլերեն լավ չեն խոսում, հապես չեն խոսում։ Ես մտածել էի, որ չեմ կարա ես ինձ պետք է որ ես իմ դայակի լեզուն հասկանամ։ Հա, եւ երեխան էլ։ Եվ այո, ես մտածում բայց ես շատ լավ ռուսերեն եմ խոսում, շատ լավ անգլերեն ու երբ որ իմ դայակը եկան, ինքը շատ լավ ռուսերեն խոսող վրացի մեծ կին էր։ Երեխայի հետ խոսում ենք ռուսերեն։ Ինքը ռուսերեն է խոսում, դե ուրիշ լեզու ինքը չի կարող խոսի, բայց երեխայի հետ ես հայերենով։ Որ ասեմ ամուսնուց շատ ադուր գալիս եւ այլն, սուտ կլինի, որովհետեւ ինքը սկզբից չէր հասկացել, թե ինչ կլինի, երբ որ ես բավական գնում, որովհետեւ ես շատ ժամանակ եմ ծախսում բլոգինգի վրա, հետեւաբար ինչ շատ ժամանակ ես ծախսում բլոգինգի վրա, այնքան քիչ ժամանակ ես ծախսում եմ իր վրա։ Ու երբեմն իրան չի հերիքում, ես մեկ խոսակցություն ենք դրա հետ կապված ունեցել, որովհետև մի պահ ես շատ ակտիվ բլոգ էի վարում, ամբողջ օրը վիդեոներ, ամբողջ օրը մոնտաժ, հետո էլ որ ցած օրվա վերջում նստում ես, մտածում ես, որ վերջել չկա, գոյություն չունես, ինքն էլ գալիս էր ու ուզում էր, որ ինձ միասին ժամանակ անցկացնենք, իր համար ջուրը բան սարքեմ, ինքը միշտ երեկոները գալիս, երեկոյան գալիս է, ու ասում եմ մի բան սարքի ուտենք հայավարի։ Շատ կովկասյան մտածելակերպ ունի իմ ամուսինը, ամեն ինչին հետ կապված, դա կլինի հակապ, դա կլինի աշխատանք, բուն, տանիք, կովկասյան մտածելակերպ։ Բայց ինձ թվում է դա ինձնից է, որովհետև ես միշտ մտածել եմ, որ ես ունենալու եմ մեծ այդպիսի մտածելակերպով։ Չգիտեմ ինչ, ինձ այդպիսի տղաները դուր են եկել։ Չգիտեմ ով։ Որովհետև ես մի քիչ ուրիշ մտածելակերպ ունեմ, ավելի ազատ, ակտիվ եւ այլն։ Պետք է որ ես այդպիսի մարդ ունենայի։ Մեծ ընդհանրակը ես ուզեցել եմ այո, մոդական։ Խիստ։ Ոչ շատ խիստ երևի։ Որովհետև իմացել եմ, որ ոչ շատ, եթե շատ խիստ լինի, մենք դեռ ընդհանրապես չենք գտնի։
Բայց իմ ամուսինը ունի տենց բաներ, օրինակ մինչև իմ ամուսնու հետ հարաբերություններ սկսել եմ, ես բավականին ուրիշ կապով եմ եղել, շատ ազատ, բաց, կարճ եւ այլն։ Հիմա էլ եմ հագնում այդպես, բայց այն չի ինչ-որ այն ժամանակ։ Որովհետեւ այն ժամանակ ես բավականին հատկապես Հայաստանի համար բավականին բաց եմ հագնում ու հիմա ես որ հիշում եմ որ ես դուրս էի գալիս ոնց էին գիտեմ բավական չէ Հայաստանում մի քիչ բաց ես հագնում դուրս ես գալիս շատ ուշադրություն է բերում ինքո վրա հիմա այդ ուշադրությունը ընդհանրապես դուրս չի գալիս ազդում է այն ժամանակ էլ շատ դուրս չէր գալիս բայց համարելապես մեծ չէ ոնց որ հիմա ես չի ոնց ամուսնու ազդեցությունը այդտեղ կա հա շատ ուժեղ ինքն ինձ ուղղակի ասել է որ չենք կարող մենք դրա պատճառով վիճել ենք անում ու վիճել ենք շատ մեծ կոնֆլիկտներ են մեզ մոտ եղել հագու կապի հետ կապված բայց ասեմ որ դա եղել է ամուսնուց հետո դա շատ փոխվում է տրենդը ամուսնությունից հետո տղաները հասկանում են որ երբ ամուսնանում ես մի քիչ ավելի փափկում ես կամ ոչ թե փափկում ես չգիտեմ ոնց բացատրեմ այդ խնդիրները արդեն այն բաները ինչի համար դու կարաս պայքարես կռվես եւ այլն այնտենց ուժեղ չես պայքարում այդ ամեն ինչի համար որովհետեւ մինչեւ այդ որ ինձ ասեր ինքը տենց մի հագնվի, կասի այսինքն ինձ ոնց կարաս ասես տենց մի հագնվի իհարկե սկզբնական շրջանում որ ինքն ինձ ասել է էլի տենց ռեակցիա եղել բայց հետո կամած երբ որ ես հասկացնում որ կոնկրետ այդ կոնֆլիկտը շարունակական է դառնում մտածեմ չգիտեմ, սենց սկսել եմ փոխել, հետո նայել եմ հայրում մեջ հասկացել եմ, որ ոնց որ թե ինձ այդքան էլ դուրս չի գալիս, երևի թե չգիտեմ, այդ ազդեցությունը է ինչ-որ, որ եթե այդ իրավիճակում դու արդեն կանխական մտածում ես, որ դու պետք է հարմարվես, ինձ թվում է ուղեղդ էլ է սկսում իօգուտ քեզ մտածել, որ բայց ինձ սա դուրս չի էլ գալիս, միգուցե շատ քո որը, որը ինչ-որ հատվածում դու մտածես չէ, բայց ես սա սիրում եմ, բայց ասում ես չեմ սիրում, ոնց որ քեզ համար էլ շատ ցավոտ չլինի։ Ու հիմա, օրինակ, որ ես նայում եմ աղջիկներին, որոնք շատ բաց են հագնում, ինձ դուր է գալիս։ Ես նայում եմ, մտածում եմ, որ սիրուն մարմիններն են, սիրուն հագնում են, իրանց սիրուն մարմնասությունները ցույց են տալիս, բայց ես հասկանում եմ, որ ես տենց չի հագ։ Չգիտեմ ինչա կատարվել է այդտեղ։ Ստացվել է ամուսնությունից հետո այո, իսկապես կողեն փոխվել։ Հա, չգիտեմ, ինձ թվում է չի հագնել, որովհետև իմ ոճը շատ է իրականում փոխվել, շատ ու ոչ միայն փոխվել է այդ բաց հագնվելը, այլ նաև փոխվել է ես շատ պատրաստկով էի հագնվում, լայն, կարճ տոպեր եւ այլն, հիմա ավելի ինձ կլասիկի կողմա գնում ու նայած բաներ եմ հագնում, որ իրոք այն ժամանակերտ չի հագնում, նույնիսկ չգիտեմ։ Բայց ասեմ, որ օրինակ ամուսինս մեկ որ չափերը անցնում է ու ինչ որ բաներ, որոնք ես հագնում օրինակ դեկոլտե, ասում է չի մի հագ։ Բայց օրինակ այդ ժամանակ ես իրեն ասում եմ, որ արդեն դու արդեն շատ է, մի քիչ ստոպտուր ու հագնում եմ մեկը, որովհետև տենց չի լինի, որ ինքը ամբողջովին ինձ փոխի, ես իրան հետ ասել եմ, որ ես ունեմ ոչ, ես չեմ կարող ասել դրիվ, սև, փակ շոր հագնեմ, տենց դուրս կամ, որ քեզ դուր գա, ինձ տենց դուրս չի գալիս, մեկը ես հագնել եմ, ինչ որ ինձ դուր է գալիս, մի քիչ կփոխեմ քո համար, բայց ոչ ամբողջովին։ Իսկ արդյոք այն որ ձեր ընտանիքում աշխատում է ամուսինը ու ասած շատ կոպիտ ասած որ որոշակի առողջ ֆինանսական կախվածություն ունես ամուսնուց, միգուցե դա էլ է քո վրա ազդում, որ դու շատ բաներ անես ամուսնուդ ուզածով, դու գիտես որ դու դա չես ուզում, բայց դու անում ես, որովհետև այդ է քո համար դերգեր։ Իմ ամուսինը ճիշտ է ինքը տենց բավական կովկասյան մտածելակերպ ունի, բայց գումարային առումով ինքը ինձ երբեք մեզ ցույց չի տալիս, որ դու ինձ կախված ես, որ չգիտեմ, ես սենց ասեմ, եթե ես յան մոտենամ ասեմ, ես այս ինչ բանի համար ինձ գումար է պետք, նախ ինքն ինձ բարբերաբար է տալիս այդ գումարը առանց ասելու, այսինքն չի լինում ինձ որ չգիտեմ, ինքն է գալիս ասում, ինձ թվում է կարևոր է։ Սկզբնական շրջանում լինում էր, որ ես գնայի ասեի տուրման, բայց հետո մեր մեջ խոսակցություն եղավ, որ ես ասացի, որ ես չեմ կարող գումարել։ Իսկ ինքը իր համար այդ ոչ մի բան հասկանում, այսինքն արդեն մենք ընտանիք ենք, այդ ընտանեկան բյուջե է։ Ինքն ինձ ասել է, որ չկա իմ քոփող, կա մեր ընդհանուր գումար։ Որ ընտանեկանը մեր երեքինն է։ Ու ինքն է ինձ բարբերաբար հիմա ասում, քեզ գումար պետք է եւ այլն։ Ինքն է ինձ տալիս ու բացի դրանից այդպես բան չկա, որ ես մտածեմ, որ ես կարող մոտենամ իրան, գումար ուզեմ ինչ-որ բանի համար, ինքն ինձ ասի չէ։
Ես գիտեմ, որ եթե նույնիսկ ինքը այդ գումարը չունենա, ինքը այդ գումարը ինձ ասել է, հա, կտալու է։ Ինչի ինձ թվում է շատ կարևոր է։ Մի քիչ իհարկե ինքն էլ է չափանցած, որովհետև մեկ ես շատ եմ ծախսում, ինքը օրինակ պետք է այդ ամիս 4 կոնկրետ գումար ծախսվի, ինքը չի ասում, որ այս ամիս այդքան մի ծախսի։ Հա։ Դրա հետ կապված ես այդ խոսակցությունը ունեցել ու ասել եմ, որ ես պետք է իմանամ, օրինակ ինչքան պետք է գումար ծախսեմ։ Մեր տանեկան միդերը ես պետք է իմանամ, բայց ես չգիտեմ։ Հա։ Ինքը տենց մարդ է, բայց ինքն ընդհանրապես չի տենց զգացումը, որ ես իրենից կախված եմ։ Մեկ այլ զգացում իհարկե կա, երբ որ դու չես աշխատում, դու չունես բանձնական գումարը։ Ավելի շատ ոնց որ դա քո ներսինն է, կարա բնականաբար մարդը ցույց չտա, բայց ես 100%-անոց իրան վրա վստահ եմ այն առումով, որ ես գիտեմ, որ ինքը ուրիշ ձև է մտածում գումարային առումով, իր համար չկա է պահը, որ այդ իր գումարն ամենը, այդ կարային դեմ օգտագործի հիմա։ Հա։ Ես տենց եմ այդ ամեն ինչը հասկացել ու չգիտեմ։ Ինքը ինձ ֆինանսովին գրամոտնի մարդ է։ Շոփոկերներ շատ ջուրի կոսմետիկային դայելուց շատ ուժեղ ու ինձ ասեմ, որ այդ շոփոլիզմը երևի իրանից է մոտ եկել, որովհետև մինչև իր հետ շփվելը ես ինչ-որ բրենդային բաներ ընդհանրապես չեմ ունեցել, իսկ ինքը բրենդաման է, շատ ուժեղ։ Ու երբ որ ես այդ տեսել եմ, սկզբից ասել եմ դու գշվել ես, չես կարող այդքան ծախսես շոուերի վրա օրինակ։ Ինքը ասել է հա, բայց ինչ անեմ, որ սիրում եմ։ Ու տենց, որ ասեմ ես ինչ-որ դեղ պայքարել եմ դրա դեմ, ոչ, ես կասեմ, որ ես ինտեգրվել եմ։ Գիտամ ես։ Շատ լավ։ Միակ տեղը, որ պետք է հարմարվել, այդ հարմարվել, որ այսպես անեն։ Բայց ասեմ, որ մենք երկու խոսակցություններ ենք ունենում, որ մենք պետք է օրինակ խնայենք, տենց բաների վրա, այսինքն չծախսենք, որովհետև երբ որ կյանքում հայտնվում է երեխան, դու միանգամից տրիվոգայի մեջ ես մտնում, որովհետև դու մտածում ես, որ դու անպայման պետք է ունենաս տուն, ավտոմեքենա, ավանդիչ որտեղ երեխայի հետ մի քիչ ավելի բարդանում է, բայց մեկը, չգիտեմ, այդ շոփոլիզմը շատ է։ Իսկ օրինակ դրական կողմից էլ նաև խոսանք, հղիության ժամանակ շատ աղջիկներ ստիպված են լինում շարունակել աշխատել, որովհետև իրենց կողակիցները չեն կարողանում ծախսերը հագել ու այդ ծանր երբեմն հոգեբանական, երբեմն նաև ֆիզիկական վիճակով շարունակում են աշխատել, նույնիսկ հղիությունից հետո էլ արդեն ծննդաբերությունից հետո էլ նորից ստիպված են լինում վերադառնալ աշխատանքի, դու դրան ո՞նց ես վերաբերվում, արդյոք պետքա պատրաստ լինի տղամարդը, որ կինը կարա չաշխատի հղիության ընթացքում, հղիությունից հետո էլ ինչ-որ շրջան չաշխատի։ Ես կարող ասեմ, որ մինչև ամուսնանալը Ուներ ինչքան բան է փոխվել ամուսնանալուց հետո աստված ինձ նույն դիտակցել հանել։ Մինչև ամուսնանալը ես մտածել եմ, որ պետք է լինի ինչ-որ հավասարություն։ Ու ես կողմ եմ հավասարությանը, այն ժամանակ, երբ որ երկու կողմերն են հավասար կարգավիճակում են։ Նաև։ Բայց հիմա ես մտածում եմ, որ ես չի ուզենա հիմա աշխատել երեխայի հետ, ինքը մի տարեկան եւ 6 ամսական, ես չի ուզենա աշխատել, որովհետեւ ես ուզում եմ նախ ես շատ երկար վերականգնվել եմ հոգեպես։ Հղիությունից հետո, երեխա ունենալուց հետո ես շատ երկար հարմարվել եմ այդ նոր կյանքին ու եթե մի հատ ինձ ասեին գնա աշխատի, չգիտեմ ինչ կլիներ իմ հետ։ Երևի շատ ծանր կտանեի։ Կամ եթե ստիպված լինեի ուղղակի գնալ աշխատել, բայց ես գիտեմ, որ շատերը ուղղակի հենց այդ առօրյայից են փախնում, որովհետև ոնց որ ես փորձել փախնել բլոգինգ միջոցով, տենց էլ մարդիկ փորձել փախչել ուղղակի սովորական աշխատանքի միջոցով։ Հա, բայց ամենջերմ աշխատանքը շատ ավելի ֆիքսված, շատ ավելի բաղնավորված է, դու բլոգինգը կարող ես ադապտացնել քո գրաֆիկին, իսկ ֆիքսված աշխատանքը, հա, ոնց որ նաև մոտիվն էլ է երբեմն տարբեր լինում, էլի, աշխատանքի դեպքում, հա, շատերը ստիպված հղիությունից հետո գնում են աշխատան, որ կարողանան իրենց ընտանիքները պահեն, երեխայի կարիքները հոգան, եւ այդ ամենը շատ լավ հասկանում եմ, իսկ թվում է միանշանակ իմ մոտ շատ լավ ամեն ինչ դասավորվել այդ առումով, որովհետեւ ես կարծում եմ, որ շատ խոսակցություն ունեցել եք ամուսնու հետ դրա հետ կապված։ Չի հետ։
չի ուզեցել որ հիմա էլ ինքը չի ուզում որ ես աշխատեմ, ես որ ասում եմ, վայ, հիմա ես գովազդ եմ ունենալ։ Ինքը այդքան էլ ջան լուրջ չի վերաբերվում, որովհետև իրավաբանում տղամարդը դա ընտանիքը պահողն է, տղամարդը պետք է աշխատի, կինը եթե ուզում է կարա աշխատի, բայց պետք չի։ Դենց ենք մտածում, ինքը ինձ կեսյան հղիության ժամանակ ասել եմ, չէ, ես պետք է աշխատեմ, ինձ դու ինչ-որ աշխատանք դու քո հետ, ես քո հետ աշխատեմ։ Ինքը ինձ ասել է, օքեյ, ու չի արել։ Ասել եմ, լավ։ Ինչով ես մոռացել եմ ուղղակի դրան։ Հետո պատահական նշել եմ, ասել եմ, դեռ չեղավ այդ քո ասած գործը։ Բայց երևի թե եթե բլոգինգը չլիներ, կաշխատեի։ Մեկը ինձ հիմա դայակ ունենայի։ Իհարկե մի քիչ անիմաստ կստացվեր, եթե լուրջ լինենք, որովհետև եթե ես այդքանի գումար տայի դայակին, գնայի գումարը աշխատեի, որովհետև չեմ կարծում ես վերասահմանել այդ գործը գտնելու, որ առանց վրացիան իմանալու, որ կարողանայի լավ գումար աշխատել սկզբնական շրջանում։ Ինչ-որ միտեղ պետք է ուղղակի մտնեի, եթե գործ լինելու, բարձր ոճական գրաֆիկ է լինելու, ստորում անիմաստ կլիներ, կամ բայց ախր աշխատանքը այդ մենակ գումար վաստակելու մասին չի կնոջ համար հատկապես, այն էլ ընտանեկան էլ կարգավիճակում ինքը նաև քո ազատության մասին է, անկախության մասին է, համար ավելի երևի դրա համար ռեսուրսները ռեալիզացնելու մասին է, ինքը մենակ ֆինանսի մասին չի էլի։ Հա, ես ուղղակի հենց հիմա ֆինանսական առումով ուզում եմ ասել, որ իմ համար ինձ թվում է անիմաստ կլիներ, որ ես աշխատեի ու դայակ ունենալ։ Եթե օրինակ մամաս պահեր մի քանի ժամ երեխու, ինձ թվում է ուրիշ կլիներ, բայց եթե ես գնայի աշխատեի ուղղակի այն գումարը, որ հասկանում ես, ամուսնալու են դայակի, ինձ թվում է չգիտեմ, անիմաստ կլիներ, եթե ես կարայի ուղղակի չաշխատեի։ Ամեն ընտանիքներում շատ տարբեր ընտանիքներում տարբեր են, իսկ կոնկրետ իմ օրինակի մասին եմ խոսում, բայց իհարկե կան դեպքեր, երբ որ մարդիկ պարտադրված են գնալ աշխատանքի, կան դեպքեր, որոնք գումարի համար են պարտադրված գնում, կան դեպքեր, որոնք ուղղակի չեն կարողանում մնալ տանը, իրենք ուզում են գնան, աշխատեն, ու կան դեպքեր, որոնք օրինակ բյուջեն տենց չի դասավորված, ոնց որ օրինակ մեր տանը։ Ես գիտեմ, որ շատ ընտանիքներ կան, որտեղ իմ գումարը, քո գումարն է եղել ու երեխա ունենալուց հետո բավականին դժվար է լինի զույգերի համար։ Որովհետև իրանք դառնում է ընդհանուր գումար ու տղաների համար էլ դժվար է։ Ինչի պետք է պատրաստ լինեն կանայք հղիությունից հետո։ Անքուն գիշերներ։ Ինչքան էլ օրինակ այդ անքուն գիշերները կարելի ասել կլիշե է դառել, բայց իմ համար սկզբնական շրջանում շատ դժվար է եղել, որովհետև ես շատ քնկոտ մարդ եմ, եթե ես նորմալ չեմ քնում, նորմալ չեմ ուտում, իմ կյանքը դառնում է իմ համար անիմաստ։ Իսկ երեխայի հետ, որ ինքը ինչ-որ ժամանակ անհատացում է, ինքը նորաբար սովորում այս կյանքին, այս աշխարհին, ինքը իր միակ պայքարի տարբերակը դա լացելն է։ Հա։ Ինքը լացում է, ու այդ ուղղակի քեզ քայքայում է։ Մեծ տենց է եղել, ես մտածում եմ, ես կարող եմ չդիմանալ ուղղակի։ Երիտասարդ մամա լինելու պլյուսներն ու մինուսները, ասենց շատ կարճ։ Ամենամեծ պլյուսը իմ համար այն է, որ դու քո երեխայի հետ չունես շատ մեծ տարիքային տարբերություն, որ դու ունես շատ էներգիա, ինչքան էլ արդեն երեխայի հետ քեզ թվում է, որ դու էներգիա չունես, բայց ես կարծում եմ, որ ամենաիդեալը քանը այդ 23-ից մինչև 30 երևի այդ տարիքն է, որովհետև այդ ժամանակ դու շատ էներգիա ունես ու պատրաստ ես այդ էներգիան տալ երեխային։ Իհարկե ես օրինակ պատրաստ եմ ամբողջապես, որովհետև ես չի ստացվի մի մոտ։ Ինձ պետք է օր բարերով ուղղակի զբաղեցնել, որ ես հոգեպես հանգիստ գոնե մի քիչ լինեմ, բայց դու ունես այդ էներգիան, դու չգիտեմ, մեկը ավելի մեծ տարիքում ինձ թվում է ավելի դժվար կլինի։ Բայց չեմ կարող իհարկե բոլորի համար ասել, ինձ միշտ այնց է թվացել, որ ինչքան երիտասարդ ես, այնքան ավելի հեշտ պետք է լինի երեխայի հետ մտածելակերպով էլ։ Իսկ մինուսները Մինուսները լինելու։ Մինուսները երիտասարդ մամա լինելու։ Չգիտեմ։
Երևի հենա, որ դու անդադ քեզ թվում է, որ դու ինչ-որ բան կյանքում կորցնում ես։ Շատ ես զբաղվում երեխայով, քո շրջապատում կան մարդիկ, որոնք ինչ-որ ուրիշ ազատ կյանք են ապրում, իսկ դու այդ ամեն ինչի մեջ ես, կյանքը գտնվում է երեխայի շուրջ, ինչով էլ դու զբաղված, մեկա դենց այլելու, երբ որ դու ունես երեխա, քո կյանքը սկսում է գտնվել երեխայի շուրջ, ու ինչ-որ շրջան հաստատ ապրում ես երեխայի համար, մոռանում ես քո մասին, ինչ-որ էտա մեկա լինում է։ Իհարկե այդ էտապներն առանցում, որովհետև կա շրջան, որ դու երեխային շատ ուժեղ պետք ես ու չի լինի ուղղակի, որ դու քեզ երեխային քեզնից ուտես։ Բայց ժամանակի ընթացքում երբ սովորում ես բալանսավորել ու գալիս ես նրան, որ քո կյանքը կա, երեխայի կյանքը կա, իմիջիայլոց ինչն է շատ դժվար երեխա երբ որ կա, ամուսինների մեջ այդ ռոմանտիկան պահելն է շատ դժվար, որովհետև երբեմն ամենը կյանքը քեզ տանում է, կոնկրետ քեզ, որովհետև ամուսնու կյանքում որ աշխատում է, մի քիչ ավելի հեշտ է ամեն ինչ, որովհետև ճիշտ է ֆինանսական առումով շատ բան է տղաների վրա լինում այդ շրջանում, բան չեմ ասում, բայց իրանց համար այն առումով է հեշտ, որ իրանք դուրս են գալիս, իրանք սովորական կյանքով ապրում գալիս են տուն, բայց դու այդ ընթացքում ունում ես տանը երեխայի հետ, կյանքը փոխված է լինում Շատ չեմ կարող իրաց առումով խոսամ, տղաների առումով։ Իմ հետ կապված տենց է եղել ու շատ դժվար է եղել ինչ-որ մենակ մնալ, ինչ-որ բաներ միասին անել, չգիտեմ, Ոնց եք պահում ռոմանտիկա երեխայից հետո։ ոնց ենք պահում ռոմանտիկան։ Ես կարող եմ ասեմ, որ մենք ունենք դայակ ու այդ էլի շատ է հեշտացնում ամեն ինչ, որովհետև եթե ես ուզեմ, ես կարող իմ նյանային կանչեմ, ինքը մնա երեխայի հետ ու մենք գնանք ինչ-որ տեղ։ Բայց բարձր որ բոլորը չվատան կանանեն, պլյուս բոլորը չի, որ բոլորի երեխաները չի, որ Մնում է դայակի հետ։ մենակ դա այդի չէ, մամաների հետ Նաև ուզում եմ մի քիչ հայկական TikTok-ից հետ խոսամ, խորհուրդներ տաս սկսնակ TikTok-երներին, ոնց սկսեն, նկարեն եւ այլն, այն ամենակարևոր խորհուրդները, որ օրինակ կուզեիր քեզ շատ ավելի վախված լինեն ու դու շատ ուշ ես դա հասկացել։ Ինչ եմ ես նկատել եմ, որ Հայաստան բավական դժվար է աուդիտորիա հավաքելը, բայց կա մի հատ բան, ինձ թվում է պետք է, երբ որ դու սկսում ես բլոգ վայել, դու մի անգամից գտնես քո ուղղվածությունը ու անես դեղ ուղղվածության։ Ես ունեմ ռուբրիկաներ, որոնք կոնկրետ նեղ կոսմետիկայի մասին չեն, գոսիպների մասին է, սկանդալների, որոնք տեղի են ունենում ինտերնետում, ու սկզբանե ես սկսել էի Ամերիկայում եւ համաշխարհային TikTok-ում տենց շատ որ իրադարձությունների մասին անել, հետո կամաց տեսա որ հայկականում էր արինում ու մտածեցի ինչի պետք է լրիվ եկեք հայկականի մասին էլ զրուցենք, որովհետեւ առաջինը Ռոզա Դավթյանի դեպքն էր, ինչի այդ դեպքի մասին ես խոսեցի, որովհետեւ այդ ժամանակ երբ որ ես նայեցի, այդ ժամանակ արդեն ես անում էի սկանդալների մասին, այդ ես նայեցի այդ վիդեոն, այդ Գովազդի, Լեդիզոնի ու Ռոզա Դավթյանի ու գրեցի TikTok-ով, տեսա ոչ մի վիդեո չկա, այդ մի աղջկա վիդեոն էր, որ ես տեսել էի այդ պահին, մտածեցի այսինքն, ինչի ոչ մի վիդեո չկա սրա մասին, նախ ինքը կարևոր թեմա է։ Ոնց է լոզունգը Տղաները սիրում են գեղեցիկ մարմնով աղջիկների, հարված աղջիկների դե գեղեցիկ մարմնով արդեն տենց լավ չեմ հիշում։ Մտածեցի հիմա եթե հանկարծ դա լիներ համաշխարհային կամ ամերիկայական TikTok-ում, դա շատ մեծ սկանդալ կլիներ, բոլորը կխոսեին, Ռոզա Դավթյանին դե Լեդիզոնին դե քենսել կանի, բայց չգիտես ինչի։ Հայկական TikTok-ում նույնիսկ մի հատ վիդեո դրա մասին չկա, որ գոնե աղջիկները, որոնք տենց չեն մտածում, նայն ու ասեն իրոք, լավ է որ մենք մենակ չենք, որ տենց չենք մտածում, լավ է որ մարդիկ կան, որ ռացիոնալ են դատում, ամենայն դեպս այդ գովազդի մասին ու իմ ջարդ ասեմ, որ այդ գովազդից հետո ես եմ շատ մեծ հեյթ ստացել, բայց այդ ռոլից հետո ինձ շատ աղջիկներ տարբեր բաներ է պատմել Լեդիզոնի մասին ու ես մի հատ վիդեո էի կարել, որտեղ ես շատ ուժեղ լացում եմ, այդ վիդեոն չի տեղադրվել TikTok-ում, ուղղակի ես պատմել եմ այդ պատմությունները, որոնք իրանք պատմել են Լեդիզոնի մասին, գիտեք ինչ որ բան չի անում Լեդիզոնը, ուղղակի իրանք ստեղծում են այդ լոզունգները, ստեղծում են այդ միջավայրը, որտեղ
աղջիկները իրենց իմեն շատ անինքնավստահ ու էդին շատ ուժեղ ու զև էր։ Մենակ Ռոզային չի ճանաչում, որ ասեմ այդպեսին, ես իր հետ կապած իր մասնակցությամբ ոչ մի սերիալ չեմ նայել, բայց ինքը իր վրա բավական լավ տպավորություններ թողել։ Դա աղջիկա տպավորություն։ Ու երբ որ ես արեցի այդ վիդեոն ու ոչ մի ռեակցիա չստացա, ես հասկացա, թե ինչքան լավ որ այդ վիդեոն արեցի, որովհետև ես հասկացա, որ իրոք չկա այդ պատասխանատվություն զգացումը ընդհանրապես։ Ում կողմից Ռոզա Դավթյանի Եվ Ռոզա Դավթյանի եւ Լեդիզոնի շատ մեծ հասարան։ ոչ մի բան չէ։ Գիտես, իրեն կարելի նույնիսկ լինի չխնդրեն։ Կարելի ուղղակի ասեն, որ այդ իմաստով չի արվել այդ վիդեոն, սխալ է հասկացվել, սխալ է արվել, չի ուզեց այդ ձևով այդ ամեն ինչը ներկայացնի։ Իմ ջերմից ինձ գրում էին իր ֆաները, դա ուղղակի գովազդ է։ Սցենար է։ Ուղղակի գովազդ չի լինի։ Գովազդը հիմա ու բոլոր ժամանակներում շատ մեծ ազդեցություն է ունենում մարդկանց վրա ու պետք է հայտնի մարդ լինելով հասկանալ, թե դու ինչի մասին ես խոսում, ինչ ես քարոզում, որովհետև դու ուղղակի դերասանուհի չես, դու ինֆլուենսեր ես։ Ինչ նշանակում ինֆլուենսեր։ Մարդ ունի ձայն, ասած ձայնը ազդում է։ Դրա համար ես համաձայն չեմ ու ես կարծում եմ, որ հիմա եթե լիներ ուրիշ տեղ, շատ արագ իրենք ես նույնիսկ Ռուսաստանում եթե լիներ։ Որովհետև նման ստանդարտները Ռուսաստանում են շատ Իսկ ինչի՞ց է որ շատ հայտնի բլոգերներ անում են վատ որակի ինչ-որ գովազդ, վատ պրոդուկտ են գովազդում, չգիտեմ, այն վարկերը շատ արագ տրամադրվող ու այդ շատ նորմալիզացված է, որ պետք է լինի։ Օրինակ զուգահեռ ասում են մենք չենք անում բուկմեյքերական ծառայությունների գովազդ, բայց օրինակ նման տեսակի, չգիտեմ, վարկային ու էլի բավականին ռիսկային պրոդուկտներ են գովազդում, բայց ոնց որ դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Օրինակ դա նորմալ չի, դա էլ նորմալ չի գովազդելը։ Ինչի՞ է ինչ-որ տենց, չգիտեմ, շատ մեծ ոգևորությամբ գովազդում այդ վարկային ծառայությունները եւ այլն ու նորմալ է, չի կային։ Երևի թե մեծ կազմակերպություններն են ինձ այդ գովազդները տալիս ու երևի, չգիտեմ, բլոգերները ինչքան չի նմանել։ Կարամ տենց ասեմ, բայց երևի թե շատ նման են տալիս։ Մյուս թեման, ինչի մասին խոսել էիր, Սիրիշոյի պատվենից կալենդարներն էր, չէ՞։ Հա, Սիրիշոյի մասին եմ խոսել, նույնիսկ փաստորի Ռոզայի։ Ուղղակի իրանց եմ կոնկրետացնում, որովհետև իրանք հայկական մեդիայում են եղել, բայց ընդհանրապես ես շատ տարբեր թեմաներից եմ խոսում, որ ինչ որ սկանդալ է, մենք բյութի բամբաշջում քննարկում ենք միանգամից ու շատ հաճախ իմ վիդեոների տակ է գրում են, սրա մասին ինչի չես խոսում, նրա մասին ինչի չես խոսում։ Օրինակ Սիրիշոյի մասին գրել են ինչի չես խոսում, Անահիտ Բերբերյանի մասին։ Հա։ Ասեմ ինչի չեմ խոսացել դրա մասին, որովհետև ես ուղղակի չեմ կարողացել այդ ինտերվյուն դնել, որովհետև այդ ինտերվյուերը, հարցազրույցաբարը ուղղակի անտանելի էր։ Ես չեմ սիրում տենց հարցազրույցներ, երբ որ դու գնում ես ու դու միանգամից հարցակողական արդեն դու ունես կողմ։ Եթե դու ունես կողմ, դու ուղղակի մի վարի հարցազրույց։ Դու պետք է նենց ներկայացնես, որ դու ճիշտ ներկայացնես, ամեն ինչ ներկայացնես ոնց կա, ոչ թե դու գնաս ներկայացնես ոնց ուզում ես։ Այդ հարցազրույցավարից ես տենց եմ հասկացել այդ հաղորդավարից, դրա համար ես չեմ նայել։ Եթե հանկարծ կլինի ուրիշ հաղորդում ու այդ կինը կորոշի ուրիշի հետ զրուցի այդ թեմայի մասին, ես կնայեմ ու կուզենամ լսեմ երկու կողմերը, որովհետև տենց չի լինում, որ մի կողմի մասին լսես ու գնաս դրա մասին վիդեո նկար։ Անահիտ Բերբերյանի մասին չեմ անի, որովհետև ինձ դուր չի եկել այդ ինտերվյուն։ Հա, եթե նենց ինտերվյու լինի, որտեղ այդ կինը, ես չգիտեմ ինչ է որոշել տենց մարդու տալ ինտերվյու, հակա կոնկրետ քաղաքական ուղղվածությամբ, ախր այդ քաղաքականության մասին չի։ Այդ կինն երևում է, որ ինքը չի ուզում շատ քաղաքականացնի, բայց դու պետք է ընտրես նենց մարդու տաս այդ ինտերվյուն, որ ինքը չունենա այդ ուղղվածությունը, երբ որ դու տալիս ես տենց մարդու, արդեն ուրիշ ձևա դիտվում։ Իմ համար այդտեղ է քաղաքական ինտերվյու, ոչ թե ինտերվյու, որտեղ այդ կինը պաշտպանում է իր շահերը։ Ես մի հատ բան եմ ասել այդ վիդեոյի հետ կապված, Սիրիշոյի վիդեոյի հետ կապված, ինչի երևի իմ վիդեոյում էլ ես կասեմ։ Ես չեմ հասկանում մնացած հայկական բրենդների, ես չգիտեի դրա մասին, Սիրիշոյի վիդեոյից եմ իմացել, որ ինքը ասում է, որ գալիս են որ այդ բրենդներին գրում են, ասում են սա պրեգոմեշի դյուտն է, ասում են այսինքն պրեգոմեշն էլ ուրիշից է վերցրել, բայց փաստացի դուք պրեգոմեշից եք չէ՞ վերցրել։ Բայց նույն ձև, այդ նույն զարդը 2 տարի առաջ լրիվ այլ համաշխարհային բրենդ գրեթե նույնությամբ թողարկել է։ Ուղղակի երևի մուտքը հայկական շուկա
միգուցե եւ պրեգոմեշն անում ու մարդիկ ոչ թե գնում են որովհետեւ այդ զարդն է չեմ թերագնահատում, բայց ամեն դեպքում շատերը գնում են պրեգոմեշից, որովհետեւ դա պրեգոմեշն է, այսինքն իրանց համար դա որոշակի սոցիալական սիրուշոն, այսինքն որոշակի սոցիալական դիրք է ապահովում, իրենք այդ համայնքի զգացումը ունեն, այսինքն կարողացել է պրեգոմեշը իր շուրջը ձևավորի համայնք ու ամեն մի հատ նոր պրոդուկտ կապ չունի, հավանում են, չեն հավանում, իրանց պետքա պետք չի, մարդիկ գնում են, դա հենց բրենդը այդ դրա համար եմ ես համեմատում լյուքսի հետ։ Ինչի է ինքը մտքում որ լյուքս, որովհետև երբ որ դու առնում ես ինչ-որ լյուքս պրոդուկտ, դու գիտես որ կան լիքը ավելի էժան ջիպեր, որոնք կարան շատ լավ որակով լինեն, բայց դու ինչ ես առնում լյուքսը, որովհետև դա բրենդ է, որովհետև դա անուն է, որովհետև դու ասել ես որ դա օրիգինալ է։ Հա։ Ու այդ առումով օրինակ այդ բրենդները ես միշտ չեմ հասկանում, որովհետև բոլորը գիտեն որ իրենց պրեգոմեշից են, որովհետև իրենց պրեգոմեշից հետո են հանում։ Հասկաց, ճիշտ է։ Հա, ու շատերը գնում են իրենցից, որովհետև ոչ թե ուզում են այդ զարդը, այլ ուզում են իրենք ցույց տան, որ ունեն պրեգոմեշից վերջերս տեսա, որ մեկը պրեգոմեշի տոպրակ էր տեղադրել ինչ-որ վաճառ, հա, վաճառներ։ Դա լյուքսի հետ շատ են անում։ Ես շատ եմ տեսել, որ շատ անում են այդպես։ Ու ուրիշ հարցը արդեն թե պրեգոմեշը ունից է վերցնում է թե չի վերցնում։ Բայց պրեգոմեշը կարողանում է, ես ինչքան որ հետևել եմ իրենց տվյալական process-ին, իրենք կարողանում են այո Այսինքն փաստացի իրանք ինչ-որ փաստաթղթեր ունեն։ Իրանք որ ձև չեն կարող հաղթել։ Ես տենց եմ մտածում, համոզված չեմ, բայց մտածում եմ, որ իրանք ինչ-որ փաստաթղթեր ունեն, իսկ իրանք սկսում են աշխատել զարդի վրա։ Ամենայն հավանականությամբ ինչ-որ փաստաթղթային իրանք այդ ամրապնդում են, որպեսզի նես չստացվի, որ իրանք այդ ինչ-որ մեկից գողացել են, իսկ հնարավոր է այդ ներքին խոհանոցը մենք չգիտենք, բայց ոնց է չլինի, դա կլինի։ Որովհետև տենց որ լիներ, կողմնել եմ ուզում ասեմ, որ դրանք այնպիսի զարդեր չեն, որ օրինակ միայն մեկի մոտ կարող հավանա։ Դրանք այնպիսի զարդեր են, որ կարող են տարբեր ժամանակներում տարբեր բրենդներ թողարկել, տարբեր ձևերով։ Բայց փաստացի Շուշանն է որ դրված է, դա ենք մենք տեսել։ Ինքը ես որ իրան տեսա, շատ հավանեցի, բայց հետո հասկացա, որ նմանատիպ զարդեր շատ եղել են mass market-ում։ Հա, շատ այդ ծաղիկ զարդերը շատ են եղել։ Որովհետև mass market-ում ամեն այսպես մեր շրջակայքում ինչ կա, ամեն ինչ վերցնում են ու դրանց տարատեսակները մեծ քանակությամբ շուկայում տարածում են, այսինքն շատ հավանական է, որ այդ տարբերակով է նաև։ Ես հիմա հասկացել եմ, որ տրենդերը ու ընդհանրապես ամեն ինչը շատ ցիկլային է։ Հա, ու իրոք չկա ինչ-որ բան, որ sense դու տեսնես, ասես նռի չկար, հենց նոր բերեցին, մեզ տվեցին։ Դենց բան չկա, ինչ-որ մի բան վերցնում են, փոխում են, նմանատիպ կամ նույնը հետ են բերում։ Հա, ու ինչ-որ լրիվ քեզնից նոր գյուտ անելը մեր ժամանակներում շատ դժվար է։ Օրինակ, երեք ես ու դու ինչ-որ բան ենք քննարկում, ես հիշում եմ, որ ես ասացի, որ ես ինչ-որ վիդեոյի գաղափար ունեմ, դու ասացի, որ այդ գաղափարը կա, բայց փաստացի ես գիտեմ, որ ես այդ գաղափարը չեմ տեսել։ հա։ Հնարավոր է օրինակ շատ են էլ անում։ Ինձ էլ էս get ready-ի համար ինչքան է տարբեր վլոգերներին ասում, որ իրանցից է վերցված եւ այլն, բայց դեռ 10 տարի առաջ Քարդաշյանները այս ֆորմատը իրանք վիդեոներ նկարում են։ Ու սա ինձ թվում է ամենաբնական ֆորմատն է, որ կարելի է նկարել, այսինքն ինչ են անում աղջիկները շատ դիմահարդարվում են ու բոլորները պատրաստվելու ընթացքում են հարցազրույցի էներգիան շատ զգում են, էլ, այսինքն այնպես չի սա այն ֆորմատն է, որ ինչ-որ ռուս բլոգերից է սկսել, մենք էլ սենց վերցրենք։ Բնականաբար Նիկան էլ ինչ-որ ուրիշից է վերցրել։ Դա չի որինել այդ ֆորմատը ակնհայտ է, մենք գիտենք որ կարելի է։ Հա։ Ես ուրիշի մոտ ի սկզբանե չեմ տեսել եմ Կայլիի մոտ ու դրանից հետո Ապա տարածվել։ Շատ տարածվել։ Ուղղակի մեզ բրենդները ոչ թե գալիս են հենց օրինակ Ամերիկայից, գալիս են միջանցիկ, հա, ռուսական շուկայով ու ոնց որ տպավորությունը իսկում է նաև դրանից է կապված։ Իհարկե, մեզ ամեն ինչ շատ ավելի ուշահասնում, որովհետև մենք հեռու ենք տրենդերի էպիկենիկից, որը Ամերիկան է, միացյալ նահանգներն է։ Բարձր որ ռուսներն էլ իրանցից են վերցնում, մենք ռուսներից ենք վերցնում, մենք էլ իրանցից ենք վերցնում։ Ես այդ բլոգի հետ կապված տենց շատ հազվադեպ բաներ ա եղել, որ ես ասեմ ես
հորինեցի։ Հետո տեսնում ես մեկ էլ ինչ-որ դա շատ վաղուց Օրինակ ես ուրիշների հետ կոսմետիկաները, որ մենք ցույց ենք տալիս, ես ինձ թվացել է, որ ես հորինել եմ այդ։ Դե ես հայկական TikTok-ում եմ տեսել, հետո ես տեսել եմ այդ ռուսական TikTok-ում, հասկացել եմ, որ տենց բան չկա, որ ես ասեմ։ Օրինակ ինձ ասել են ինչի՞ չես ասում, որ ուղարկել են վիդեոն հայկական էդից, ու ասել են ինչի՞ ոչ բան չես ասում իրան, ես ասել եմ այդ գրողի, որ այսինքն անձնական նամակով եմ պատասխանել, ոչ թե օրինակ story։ Հիմնականում ես կարող story դնեմ պատասխանել, բայց օրինակ այդ հարցին ես անձնական նամակով եմ պատասխանել ու գրել եմ, որ տենց բան չկա, ես դրա մեջ որ մեկից վերցրել։ Բայց ես չեմ խոսում այն մասին, երբ բառացի ուղակի առ դերես լումեն վիդեոն ու կրկնօրինակորեն դա լրիվ։ Նման բաներ կա օրինակ իմ TikTok-ի հետ կապված։ Իմ հետ լրիվ նույն Լրիվ վերցնում են ու անում են, դա էլ կա։ Բայց դրան էլ ես react չեմ անում, որովհետև ամեն մեկը ինքնավորոշում թե ոնց առանց գնա, ինչ կոնտենտ նկարի, ինչ կոնտենտ գեներացնի ու ոնց իրան ճանաչել համացած։ Դե ինչ այսքանն էր մեր այսօրվա Get Ready With Me, շատ շնորհակալ եմ, որ եկար Վրաստանից հասար ու միացար նկարահանմանը։ Վստահ եմ ձեզ համար էլ շատ օգտակար էր, հետաքրքիր էր, հուսամ։ Խնդրում եմ ակտիվ լինել մեկնաբանություններում, հետևեք մեր Instagram-յան էջերին, չմոռանաք նաև բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, սա մեր սանգակի կոճակը, որպեսզի առաջին դիտեք նոր տեսանյութերը։ Այս Շատ շնորհակալություն, որ ինձ հյուրեցիք, շատ հետաքրքիր զրույց էր։ Bye bye.